Չնայած հայ առաքելական եկեղեցու ներսում արկա եւ օրեցօր խորացող ճգնաժամին Գարեգին Բ նույն ինքը Կտրիչ Ներսիսյանը շարունակում է պահպանել իր դիրքերը եւ չի ցուցաբերում կամք լքելու կաթողիկոսական գահը։ Եվ այս իրավիճակը ել ավելի է սրում եկեղեցի հասարակություն հարաբերությունները։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամեն կիրակի Հայաստանի Հանրապետության տարբեր համայնքներում մասնակցում է նորոգման պատարակների։ Այս այցելությունները սակայն զուտ հոգեվոր արարողակարգից դուրս եկող նշանակություն են ստանում։ Յուրաքանչյուր պատարակից հետո մեր հարցումները վկայում են, որ հասարակության մեջ հասունացել է հստակ պահանջ Կտրիչ Ներսիսյանի հեռացումը վեհարանից։ Ժամ առ ժամ թուլանում է իր դիրքերը, կհեռանա, ժողովրդի ճշտում կհեռանա։ Կամ երկրորդ աճելական ներսից կպայթի։ Եկիս պոստները բանը կհրաժարվեն դուրս կգան, բան ինքը ստված իրակամով դուրս կգա։ Գարեգին Բ Հայաստանի եկեղեցու թալանիչ, գող ավազակ։ Ուղղակի մեր վարչապետը թույլ չի տալիս, որ առաջվաների նման մենք բրթենք, սենց ջարդենք, արյուն թափենք։ Ուղղակի դրանք ղուրբան են մեր վարչապետին։ Թե չէ շատ վաղուց մաքրել էինք եկեղեցին։ Վերջերս Գերմանիա կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ համայնքի հետ հանդիպմանը խոսել էր այն մասին, թե ինչու են մարդկանց վանել եկեղեցուց եւ ովքեր են դրա մեղավորները, ինչպես նաեւ նշել Հայաստանում աղանդավորության պատճառները։ Այսքան խոսում են աղանդավորության մասին, բայց ամենամեծ աղանդավորը Կտրիչ Ներսիսյանն ու իր նեղ շրջապատն է, որովհետեւ աղանդը ի՞նչն է, հավատի եղծումն է, ճիշտ է, այսինքն հավատը նենգափոխելն է, հավատը նվազեցնելն է, մարդուն հավատից հեռացնելն է։ Տասնյակ հազարավոր մարդկանց հավատից հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուց հեռացրել են։ Եվ մարդիկ իրենց հոգևոր կյանքի փնտրտուքով գնացել են, հայտնվել են տարբեր տեղերում, որտեղ շատ թե քիչ ինչ որ հոգևոր խոսակցություններ եւ հոգևոր թեմատիկա կա։ Իդեպ վարչապետը Գերմանիայում հանդիպմանը խոսել էր նաեւ այն մասին, որ մեր եկեղեցիներում հոգևորականները քարոզ չեն անում, այլ զբաղված են քաղաքական քարոզով։ Հոգևոր թեմաներով վաղուց արդեն Հայաստանի սովորական եկեղեցիներում քարոզ չկա։ Դուք գիտեք, որ պատարակի կարգի մեջ անպայման պատարակի մի հատվածում պատարակող քահանան պետքա քարոզով հանդես գա։ Քաղաքական տեքստերը գրում են ուղարկում, կարդա, դարձել են քաղաքական կուսակցություն, ինչը բացարձակապես անընդունելի եւ անթույլատրելի է։ Այս ամենով հանդերձ սակայն վարչապետը պատրաստ է վեհապահին հանդիպել, քննարկել նրա հանգստի եւ եկեղեցական բազում հարցեր։ Այդ մասին երեք այգիշատի պատարակից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը։ Թեև Կտրիչ Ներսիսյանը դեռ համառում է եւ չի պատրաստվում հեռանալ վեհարանից, սակայն շատերն են լիահույս, որ մինչեւ ամանոր նա կհեռանա։ Իսկ հեռացման համար հիմքերն առավել քան առկա են։ Էլ չասած, որ վերջերս Շվեյցարիայից վերադառնալուց հետո նա օդանավակայանում շրջվել ու հարցրել էր, թե ուր է ժողովուրդը, սակայն ժողովուրդն այնտեղ չէր։ Այս դրվագին վարչապետը եւս անդրադարձել է եւ կարծիք հայտնել, թե ինչու էր այնտեղ բացակայում ժողովուրդը։ Եկեղեցու գործող ղեկավարը օդանավակայանում դուրս է գալիս, ասում է կոչերով հանդես են եկել, որ եկեք բան դիմավորենք եւ այլն, դուրս է գալիս, ասում է բա ուր է ժողովուրդը։ Ի ժողովուրդ չկա ժողովուրդ։ Որտեւ ինքը ժողովրդի համար չի եղել, ժողովուրդն էլ իր համար չկա, որտեւ ինքը ժողովրդին եկեղեցուց վանել է։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար